Շուտ զարթնում եմ քնից, պայուսակն ուսիս դպրոց եմ գնում, մեջը շատ գրքեր, տարեր ու թվեր, ու լիքը բարեր անթիվան համար, մեջը շատ գրքեր, տարեր ու թվեր, ու լիքը բարեր անթիվան համար։ Չաբարի եկյադներ, մանգուցան մի խաղ ու հրաշք աշխարհ, ու գիտելիքներ իսկական։ Ուզում եմ դպրոց, ուզում եմ դասեր, ու անչաբարի եկյադներ, մանգուցան մի խաղ ու հրաշք աշխարհ, ու գիտելիքներ իսկական։ Եկյատներ անթիվան համար
Շնորհակալ որ հեռու են կամ մեծ քաղաք ապրում են երեխաները այն ինչ քիչ տեսնելու են հանդիպում են հյակներով թող երազը ստանի կամի ու հասցնի հեռու Շնորհավորում եմ։ Ես բերել եմ իմ փրկության տապանը, որով դուք պետք է ճամփորդեք և իրագործեք ձեր երազանքները։ Տապանը կտանի ձեզ օվկիանոսից տիեզերք։ Ճանապարհին դուք կհանդիպեք փորձությունների, և թե հաղթահարեք, ապա կգտնեք այն, ինչ փնտրում եք։ Շարունակեք միջոցառումը, ուրախացեք և հիացրեք ձեր հյուրերին, բայց պատրաստ եղեք, մենք կհայտնվենք անսպասելի։ Սովորեցնում է տառերը, բացատրում բառերը,
ապրեք, դուք շատ լավ եք երկում և արտասանում։
ժամանակ, որի շտորի վեր կարողացա իրականացնել հայրենիքի զորացման և աշխարհակարգ իրականության իմ սկզբունքային ծրագիրը։ Դուք ևս ունեք հզոր ժառանգություն, հայոց տարրերը, գիրը, ասացեք տեսնեմ, թե մարդիկ հին ժամանակներում, մինչև մեր այգուբենի ստեղծվելը, ինչպես են իրար։ Մարդիկ շատ հին ժամանակներում գրել են բալերի վրա, բալերը հսկայական քարեր են, ժայռի կտոններ, իսկ այդ գրվածները ժայռապատկերներ են։ Հայկական լեռնաշխարհում կա ժայռապատկերներով հարուստ առավել հայտնիները Արագածում, Գեղամալերներում և Սյունիքում են։ Բնագիտական լուրջ թեզերն ապացուցել են, որ ժայռապատկերային արվեստն աշխարհում տարածվել է հայկական լեռնաշխարհից, մասնավորապես Սյունած աշխարհից։ Իր ժամանակներում այսօրվա դպրոցների նման դպրոցներ չէր եղել, բայց մենք շատ վաղուց գրել կարդագիտենք, միշտ մի քիչ այլ կերպեր գրել։ Գրում են քարերի, կավե սալիկների վրա, քարերի վրա գրել են սեպագիր տառեր, օրինական գրել ենք այսպես. Մարդիկ կավե սալիկներ են պատրաստում և սուրբ հայտնիներով գրում հատ սալիկների վրա։ Կավե սալիկները չորացնում են և գիրը պատրաստել։ Այնուհետև մարդիկ սկսեցին գրել տերևների, ծառերի, կեղևների, պատվիրուհիների վրա, սկսեցին գրել նաև փոքր տախտակների վրա։ Մարդիկ գրել են կենդանիների կաշվի վրա, ոչխարների այտերի, որդերի կաշվի լավ մատնում են, հարթեցնում լարասարվածերի բաժանում և փետուրե կշվերով գրում, նրանց անվանել են մագաղաս։ Որքան բան գիտեք, գեցեք, Մաշտոցին արշանի զավակները։
Արի եղբայր բարաբար է, քաղցրաբար, հայոց ուտես, մեր սրտին, դուր մեր օրգուլար հայոց Նորական եմ քեզ անգին, մեր սիրասուն գիվ թանգագին Այնքան բան ես տվել դու մեզ, չենք մոռանա մենք երբեք քեզ
երազանքից սաներ։ Դուք համբերատար սիրով հաղթահարեցիք բոլոր փոքրիկ դժվարությունները։ Եվ վստահ եմ ապագայում էլ կհաղթահարեք շատ բարձուններ։ Հիշեք խորերացու խոսքերը։ Քաջերի սերունդները քաջեր են։ Յուրաքանչյուրից երազանքների նավը թող անխոչնդով հասնի դավաշության վերջնակետին։ Այդ ուղին թող լինի պայծառ կարևոր։ Իսկ այս հսկայական օվկիանոսում, որում կնավարկեք, թող երբեք անուղղություններ չլինեն։ Իսկ երազանքին հասնել կօգնեմ ես։ Մենք միասին կիրագործենք մեր պապերի երազանքը։ Կդառնանք, մենք պիտի դառնանք ծովից ծով Հայաստան։ Yes,
Առաջին մեր մեմերն է մեր կշրջակում։ Դեռ երկար ճանապարհ է ձեզ սպասում և Հայաստանի տեսարժան վայրեր այդպիսի խորագիր էր գրում ձեր հայբենարանի միջոցառումը, ճիշտ է։ Որպես մանդաղած, մինչև 9-րդ դասարան և ողջ կյանքի ընթացքում հասցնեք ուսումնասիրել մեր Հայաստանի տեսարժան վայրերը, վայելեք մեր հարստությունը։ Դուք շատ կարևոր արժեքներից խոսեցիք, կրոնից խոսեցիք, մեր պետությունից խոսեցիք, մեր հայրենիքից խոսեցիք, դուք ձեր տարիքին համապատասխան միշտ հիշեք, որ պիտի պահպանենք մեր լեզուն, ինչը դուք մեզ բոլորից խոստացաք, պիտի պահպանենք մեր կրոնը և որպեսզի միշտ հաղթական ծածանվի մեր եռագույնը, պիտի լավ սովորենք, պիտի լավ մարդ մեծանանք և միշտ շենացնենք ու զորացնենք մեր պետությունը։ Շնորհակալ եմ Եվգենիան, հարգելի ծնողներ, վստահ եմ, որ ուսումնառատ է ոչ պակաս նաև ձեզ համար, շնորհավորում եմ բոլորին և եթե ուշադրություն դարձնեք մեր զարդարակին և ընդունեք այս լեգոն մեր երեխաների սիրելի խաղը և եկեք ոնց է լեգոն, որպեսզի ինչ-որ մի բան ստանանք, պիտի ճիշտ կառուցենք, ճիշտ մասնիկներ գտնենք, իրար վրա դնենք, որպեսզի ստանանք պատկեր, որպեսզի կարողանանք մեր երեխաներին ճիշտ մեծացնել, մեր հայրենիքի արժանի զավակներ մեծացնենք, պիտի հիմքը ճիշտ կառուցենք։ Ամենօրյա մեր դաստիարակությամբ պիտի ճիշտ արժեքներ սերմանենք։ Արժեքները սերմանելու համար միայն խոսքով չէ։ Պիտի մեր սեփական փորձով ցույց տանք մեր երեխաներին ճիշտ ուղին, սովորեցնենք բարին, լավը, ձգտումը դեպի առաջընթացը։ Եվ այն խոսքերը, որ այստեղ ասեցի, և այն դրոշը, որ թափարեցին մեր գեղեցիկ եռագույնը, փորձենք կառուցենք քայլարքար և որպեսզի մեր ապագա սերունդը շենացնի և ավելի զորեղացնի մեր պետությունը։ Շնորհակալ ենք նաև ձեզ, որ ընտրել եք մեր դպրոցը և երեխաների դաստիարակությունն ու կրթությունը վստահել եք մեզ։ Փորձենք անել ամենը, որ 9-րդ դասարանում Աստված առաջ արդեն ունենան կայացած, լիարժեք, այսպես ուսումնառած աշակերտներ ու ճանապարհենք դեպի մեծ կյանք։ Շնորհակալություն և բարի ես մեծ